Ստամոքս աղիքային հիվանդությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում գաստրիտը։ Այն կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Հաճախ հիվանդության հարուցիչը հելիկոբակտերն է։ Ինչպիսի դրսևորումներ է ունենում գաստրիտը, ինչ է իրենից ներկայացնում հելիկոբակտերը։ Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Aeroflex վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ։ Ողջույն Տիկին Գրիգորյան։ Ողջույն։ Նախ կուզեի խոսենք հելիկոբակտերի մասին։ Ինչ է սա եւ ինչպես է այն նպաստում գաստրիտի առաջացմանը։ Լսեք, հելիկոբակտեր պիլորի բակտերիան, որը կարող է ապրել մեր ստամոքսի պատի լորձաթաղանթների վրա, ինչպես նաև մի փոքր փոխանցվել 12 մատնյա աղի, համարվում է այսօր հիմնական պատճառներից մեկը գաստրիտի առաջացման, բայց ես կասեի ոչ ամենավախենալու, իհարկե նրա հետ են կապված խոցերի առաջացումները, էրոզիաները, նույնիսկ բացված խոցերի առնահոսումով դա արդեն բարդ աստիճանն է, համարվում են նաև ստամոքսի օնկոլոգիայի պատճառ։ Իրականում դա համարվում էր պայմանական պաթոգեն, այսինքն ոչ միշտ էր, որ հելիկոբակտերը վնասում էր մեզ, նրա որոշակի քանակություն միշտ անհրաժեշտ է եղել մեզ օգնելու մեր մարսողության process-ին։ Բայց այսօր տարբեր օրինակ քրոնիկ դեղորայքի օգտագործումը, թունավորումները, սննդակարգերը, fast food-ի օգտագործումը, նստակյաց վիճակը անգամ, ստրեսային խնդիրները, նյարդային վիճակները, սրանք բերում են մեր սիգնալների խախտման, լեղու հոսքի խաթարումների, սննդի գազավորված վատ տեսակներ օգտագործվող ըմպելիքների պատճառով հնարավոր է ստամոքսի թթվայնության աստիճանի իջեցում լինի կամ բարձրացում, որը այսօր համատարած խնդիր է դարձել մեր առօրյայում, շատերի մոտ արտահայտվում է դա ռեֆլյուքսներով, այրոցներով, գղտոցներով, կարող է ծանրության զգացողություն, գազավորում, վատ մարսել, ավելի սուր վիճակներում սրտխառնոց, փսխում, ինչպես նաև հնարավոր է արյան հետքեր, դա ավելի բարդ արդեն ծայրահեղ աստիճանն է։ Իհարկե ստամոքսի խոցի արտահայտման դեպքում հնարավոր է արդեն կղանքի սև մուգ գույնի արտահայտում, այդ դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, իսկ երբ որ առաջնային էտապներն են, այսօր շատ հեշտությամբ տարբեր ախտորոշումներով պարզում են հելիկոբակտերի առկայությունը, տարբեր թեստավորումներ կան, շնչառական, կղանքի, արյան, բայց ասեմ, որ միայն հելիկոբակտերը չի մեղավոր գաստրիտի առաջացման մեջ, այստեղ նշեցի եւ սնունդը եւ տարբեր հարակից հիվանդություններ, օրինակ լեղաքարային, պարազիտար, օրինակ լեամբլիոզների ժամանակ է շատ առաջանում զուգակցված հելիկոբակտեր։ Ես նկատել եմ տոքսոկարա տիպի ճիճվային հարուցիչի, դա շանասկարիդ է, մարդուն ոչ սպეციფიկ, բայց ցավոք այսօր շատ տարածված է, հատկապես միջին գոտում, Ռուսաստան, Հայաստան, եւ նկատում ես տոքսոկարոզի հետ միշտ զուգակցված հելիկոբակտերի ագրեսիվություն։ Սրանք բոլորը այս մակաբույծները կարող են ուղղակի ախտահարել մեր լորձաթաղանթը, լյարդի բջիջները, թրթուրային ձևերը, երբ որ միգրացիա են կատարում, առաջացնում են այնտեղ հենց լեղու վատ հոսք կամ կանգ կամ ագրեսիվ ինչ-որ ֆերմենտային թունավորում, որի հետևանքով էլ սկսում է այդ գազերը լցվել հետ հոսք տալ դեպի ստամոքս եւ գերակրափողի այս ճողվածք է նույնիսկ առաջանում, չեմ ասում նյարդային ստրեսային վիճակներում, երբ առաջանում է սպազմի պատճառով վատ մարսողություն, սկսում է կամ լուծ առաջանալ կամ ստիպված ենք ամենօրյա դեղերի օգտագործման անցնել։ Իրականում հելիկոբակտերի հետ զուգակցված միշտ անհրաժեշտ է նայել այդ քրոնիկ հիվանդությունների օգտագործվող դեղորայքը վերանայել, որտեղ դրանք միշտ կարող են առաջացնել այդ pH-ի թթվայնության խախտումներ, նաև իհարկե շատ միկրոէլեմենտների պակաս նույնպես բերում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռման։ Որքանով տեղյակ եմ, հելիկոբակտերի ազատվելու գործընթացը բավականին երկար է եւ հետեւողական։ Իրականում, քանի որ նշեցի, նա գրեթե միշտ առկա է մարդու օրգանիզմում, նրանից իսպառ ազատվել հնարավոր չի եւ պետք էլ չի, քանի որ ասեցի քիչ դոզաներով նա նույնիսկ օգնում է մարդուն մարսողության process-ում։ Բայց գաստրիտի վրա աշխատելուն նաև այսօր ես առաջնային եմ համարում թթվասնային արյան շրջանառության հոսքերի վերականգնումը, մկանների մեխանիկական կծկողականության նորմայի բերելը, քանի որ շատերիս մոտ այդ գղտոցները առաջանում են օրինակ, ոչ թե հենց հելիկոբակտերից, այլ քանի որ այնտեղ կուտակվում է գազավորում, օրինակ ածխաթու գազ, քանի որ թուլացած լոճված է լինում ձեր ստամոքսի լորձաթաղանթը մկանային պատը եւ ճիշտ կծկողականություն չի տալիս, հետ հոսք է տալիս վերև։ Սա առանց ֆիզիկական մկանային ճիշտ ուղղության դուք չեք կարող օգնել
ազատվել միայն դեղորայքի օգնությամբ։ Այսինքն հելիկոբակտերի բուժումը պարզ է բժիշկը նշանակում է հակաբիոտիկների սխեմայով եւ այլն, բայց մենք փորձում ենք ավելի բնական ձևով եւ ընդհանուր կարգավորել եւ լյարդի ենթաստամոքսային գեղձի 12 մատնյայում ապրող այդ մանրեների վերացման գործընթացը նախ հետազոտում ենք մեր իրիդոսկրին թեստավորմամբ, տեսնում ենք կան արդյոք պարազիտներ, թե միայն ուղղակի թուլացած մկանային պատեր են կամ արյան հոսքն է թուլացել դեպի մկանային պատ, որի հետևանքով վերքը լավ չի լավանում։ Մենք ինքներս գիտենք, չէ, եթե վերքը օդի հետ, թթվածնի հետ չի շփվում, ուշ է լավանում։ Նույնը կատարվում է նաև ներքին օրգաններում, լորձաթաղանթներում։ Հետևաբար ակտիվացնել նրա արյան շրջանառությունը եւս շատ կարեւոր է։ Վերացնել նյարդային ազդակները ստրեսային խնդիրներից հետո բերել սպազմերի վերացման, այսօր նույնիսկ կա մի տերմին գաստրոնևրոզ է կոչվում, այսինքն երբ որ դուք լարվում եք, սկսում է ստամոքսի հենց անմիջապես տոծանու հատակում այդ շրջանում տալ սպազմ, կծկում եւ դրանից դուք ահավոր վատ եք զգում, նույնիսկ այդ գազավորումը, ցավերը կարող են խփել սրտին, սրտխփոցներ, հեվոցներ եւ առաջանա նաեւ նևրոտիկ երևույթներ։ Ընդհանուր ասեմ, որ ստամոքսից այսօր բարձրանում է ճնշումը։ Կարող է լինել ճնշման բարձրացում կապված մարսողական process-ի հետ։ Շատերը ինձ հենց այդ հարցով էլ դիմում են, քանի որ գիտեն մենք այդ ֆիզիոլոգիական կապերն ենք ուսումնասիրում եւ հնարավորինս սկսում կարգավորել զուգակցված։ Միայն էլ եմ ասում, դեղորայքը սուր վիճակի համար է, բայց ձեր կենսակերպը փոխելը, ճիշտ սննդակարգ տալը, նաև մկանային կծկումները բերել նորմայի, հատկապես այդ լոճված թուլացած կերակրափողի ճողվածքների հակումով, ռեֆլյուքսներով մարդիկ պետք է ուշադիր լինեն։ Այսօր ցավոք նույնիսկ երեխաների մոտ է հայտնաբերվում հելիկոբակտերը եւ սկսվում է այդպիսի հակաբիոտիկային բուժումներ, որը շատերը գալիս են մի որոշ ժամանակ թուլանում է սիմպտոմը, նորից է սրվում։ Այս դեպքերում գրեթե միշտ հանդիպում է զուգակցված ճիճվակրություն։ Վիրուսներից հետո է սրվում։ Հակաբիոտիկների չարաշահումից հետո կարող է սրվել։ Այսինքն լորձաթաղանթների վիճակը կարգավորելը դա միայն դեղորայքի շնորհքով չէ, պետք է ընտրվեն հատուկ պրոբիոտիկներ, հատուկ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրիս վերականգնել ամբողջ առողջ միջավայրը ներքին աղեստամոքսային տրակտի։ Իսկ մոտավոր որքան ժամանակ է պահանջում հելիկոբակտերից ազատվելու համար։ Տեսեք, կան ստանդարտ սխեմաներ, դրանք 14 օրյա կուրսեր կարող են լինել, բայց հիմնականում ես ասեմ, որ եթե զուգակցված օրինակ պարազիտար ինչ-որ խումբ, այդ դեպքում 21 օրյա 2 էտապով անհրաժեշտ է հսկել, մինչև դրանք լիարժեք վերանան։ Սիմպտոմատիկան կարող է թուլանալ առաջին իսկ օրերի ընթացքում, եթե մենք տալիս ենք օրինակ ապարատային, օրինակ հատուկ օստեոպաթիկ տիպի, մեխանիկական աշխատանքը վերականգնող ծրագրեր։ Շատ ունենք մեր այցելուներից, ում մոտ միայն նույնիսկ շնչառական վարժությունները ինձ հետ on-line կատարելով անցել է ստամոքսի այդ վքնածությունը, գազավորում այդ խնդիրները, որոնք կապված են եղել գաստրիտի հետ։ Ես ինքս նույնպես իմ գաստրիտը գրեթե միշտ կարգավորում եմ հենց վարժությունների օգնությամբ եւ իհարկե հատուկ ընտրված ֆերմենտների։ Այսինքն ժամանակը կապված է խիստ անհատական ձևով յուրաքանչյուրի խնդիրներից, ներսի միջավայրից։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան մշտապես արդի թեման ներկայացնելու համար։ Իսկ մեր սիրելի հեռուստադիտողները կարող են գրանցվել Airoflex-ի Facebook-յան էջին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։